Նստացույցի ժամանակ տուժած մասնակիցներից շատերին այսօր վաղ առավոտյան տեղափոխել են մայրաքաղաքի հիվանդանոցներ։ Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում բուժօգնություն ստացած Միշել Բոյաջյանը պատմում է, որ ջրցան մեքենան նրան մի կողմ է շպրտել։ Ոստիկաններն էլ հարվածել են գլխին ու մեջքին, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները պատշաճ օգնություն ցույց չեն տվել։ Չեմ կարողանում հելնեմ, քայլեմ, մեջքիս հարված եմ ստացել, ասում սուտ ես ասում, ձև ես տալի, մի հատ արագի մեջ սրսկեք կամ չգիտեմ ինչ, որ նենց էր վարվում, ոնց որ դաժում անասնաբուժի իր կենթանիները դա չի վարվի։ Միշելը պատմում է, որ ավելի լուրջ վնասվածքներ ունի մայրը։ Նա դուստրերից ավելի ուշ է ստացել բուժօգնություն, տեղափոխվել է այստեղ ոստիկանության բաժանմունքից։ Քույրիկս ականջներով փակվել, որտեղ սաղ ջուր է լցվել, ու մամայիս վիզը շատ ուժեղ սալջարդ է ստացել։ Մամային այդքան հարվածել ցույց մի հատ է ստացրել եմ մեքենայի մեջ են հարվածել, հետո գնացել է, ասենք այնտեղ վատացել է մամաս, որ զանգեցի հիվանդանոցին, վատացավ, չէին թողում գայի, մարդու իրավունքների պաշտպանություն եկել էին այստեղ, ասացին, որ շոմ լացում է, էլի արդեն չէի դիմանում, ասում էին գնացեք մեկ հատ մամայիս անեք, շատ վատ այնտեղ վիճակը, որտեղ աղջիկներին են ծեծում պահած։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի շտապօգնության եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ իրենց դիմաց ցուցարարների մոտ կոտրվածքներ չկան, միայն սալջարդեր են եւ քերծվածքներ։ Հիվանդները հետազոտվեցին, լաբորատոր գործիքային ռենտգեն հետազոտություններ, արդյունքում տրավմատիկ ախտարումներ հիվանդների մոտ չհայտնաբերեցին, միայն արկային փափուկ հյուսվածքների սալջարդներ, քերծվածքներ։ Մայրը աղջկա հետ ընկերուինը երիտասարդ տղա էր, նա դուրս է գրվել, երիտասարդ աղջիկ էր, ծնկների շրջանում են քերծվածքներ են դուրս է գրվել, մեկ երիտասարդ տեսող աչքի ջրցան մեքենայի հետևանքով ստացել էր մի փոքր հարված, կոնյունկտիվան էր մի փոքր վնասված, ակնաբուժի կողմից տուժումները ստացել է նշանակումներ։ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում օգնություն է ստացել 10 ցուցարար, ժամը 15-ի դրությամբ 5 ցուցարարներն իրենց ցանկությամբ դուրս են գրվել։ Միշելը նշում է, որ թեև վերջիններն ապաքինված չէին, սակայն նախընտրում էին գնալ եւ գտնել հարազատներին ու ընկերներին։ Բոլորի հեռախոսները ջարդվել էին, կապ հաստատել նրանց հետ անհնար էր, ասում է նա։ Միշելը նույնպես հիվանդանոցում երկար մնալ չի պատրաստվում։ Սպասում եմ կաթետրը թևիցս անեմ գնամ կենտրոն ոստիկանություն ընկերներիս հետևից։ Ոստիկանությունը պնդում է, որ գործողության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 11 իրավապահ։